Դուք վիճում եք ձեր ամուսնու հետ, քանի որ տունը անընդհատ թափթփված է, նա ուզում է որևէ մեկին հյուր կանչել, դուք դեմ եք, նա ասում է, որ այդպես չի կարող շարունակվել եւ այլն եւ այլն։ Ես հասկանում եմ ձեզ, դա շատ տարածված իրավիճակ է Հայաստանում։ Ինչ անել։ Իրականում դուք մեղավոր չեք եւ ոչ էլ ձեր ամուսինն է մեղավոր։ Պարզապես ավելորդ իրերը խլել են ձեր տարածքը, ապրում են իրենց կյանքով եւ շուտով իրեն կհանեն ձեզ տնից։ Այսպես իսկապես չի կարող շարունակվել։ Էնպես որ հենց հիմա վերցրեք աղբի տոպրակը եւ այս տեսանյութը պարզապես մի դիտեք, արգելված է պարզապես դիտել այս տեսանյութը։ Վերցրեք աղբի տոպրակը եւ ազատում եք մեկ դարակ ավելորդ իրերից։ Ուրեմն, հիմնականում ինչ են ասում կանայք, ասում են, որ իմ ամուսնու շորերը այնքան շատ են եւ նա կատարում է ավելորդ գնումներ եւ արդեն ես չգիտեմ ոնց իր հետ խոսեմ եւ այլն, շատ են այսպիսի արձագանքները, մեկնաբանությունները, սիրելիներս։ Ես էլ ժամանակին սկսել եմ ինձանից եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, սկսեք ձեզանից։ Իրականում ցանկացած տանը գրեթե միշտ էլ ամենաշատը կանանց իրերն են, կանանց կողմից ձեռք բերված իրերն են։ Ամենայն հարգանքով բոլորի հանդեպ սիրով եմ վերաբերվում, դա է իրականությունը, ես ձեզ հորդորում եմ, ամիսներ շարունակ զբաղվեք ձեր հագուստի ավելորդազերծմամբ, ձեր կոսմետիկայի ավելորդազերծմամբ, ձեր խոհանոցային պարագաների ավելորդազերծմամբ։ Դրանից հետո, երբ դուք կկիսվեք դրականով ձեր ամուսնու հետ, որ ախ ինչ լավ է, որ ազատվեց դարակ, որ դարակը փակվում է, ինչպես շատերն են գրում, հա, մի քանի օր ավելորդազերծումից հետո դարակի դուռը վերջապես հիմնովին փակվում է։ Այո, մի մտածեք, որ միայն ձեզ մոտ է դա կատարվում։ Ես տեսել եմ բազմաթիվ տներ, որոնց դարակները չեն փակվում, որոնց պահարանները չեն փակվում, որոնց պահարանների վրա կուտակված է այսպես թափանցիկ տոպրակներով, Աստված գիտի ինչ, որ երբեք էլ չի գործածվելու։ Էնպես որ սկսեք ձեզանից եւ երբ դուք ամիսներ շարունակ կավելորդազերծեք, կարող եք ավելորդազերծել ձեր երեխաների շորերը եւ այլն, թողնելով միայն ամենասիրելին եւ ամենապետքականը։ Եթե պետքական է, բայց սիրելի չէ եւ մեկ հատ է, հնդածս կարող եք որոշակի գումար տրամադրել եւ ձեր էսթետիկ հաճույքի համար ձեռք բերել, փոխարինել այդ հին ոչ շատ հաճելի, բայց շատ պետքական իրը մեկ գեղեցիկ նորով։ Ուրեմն, երբ դուք արդեն կանեք ամիսներ շարունակ կկենտրոնանաք եւ կավելորդազերծեք ի սրտանց ձեր բոլոր իրերը, այդ ժամանակ նոր դուք իրավունք ունեք խնդրանքով եւ գեղեցիկ ձևով, հա, սիրով մոտենալ ձեր ամուսնուն եւ ասել խնդիրը, ասել, որ սիրելիս, ահա իմը ես ազատել եմ, իսկապես սառնասրտորեն ազատվել եմ բոլոր ավելորդ իրերից եւ շարունակելու եմ դա անել, խնդրում եմ, կարող ենք օրինակ մի քանի բան վերանայել քո իրերից։ Սկզբից նա կարող է մերժել, չհամաձայնվել, բայց անպայման սիրով մի քանի անգամ տարբեր ինչ-որ հետաքրքիր մեթոդներով մոտեցրեք իրան, հարցրեք, պատեհ ժամանակ, երբ նա արդեն օրինակ սոված չի, հա, հաց է կերել եւ հետո նոր կարող եք առաջարկել, կամ ձեր քույրիկին, կամ ձեր երեխային, հա, դեռահաս, երբ որ իրենք ունենան ռեսուրսային վիճակ, հա, ձեզ արձագանքելու համար։ Եվ առաջինը առաջարկում եք ոչ թե միանգամից ամբողջ իր դարակաշարից հա ազատվել, այլ ընտրում եք մի քանի իր, 3-4 իր, որոնք որ դուք գիտեք, որ այս 3-4 իրից առնվազն երկուսը հաստատ, որ անպետք են եւ կարելի է ազատվել։ Եվ սկզբից ցույց եք տալիս իրեն առաջին պետքական, ձեր կարծիքով պետքական իրը։ Նա ասում է ոչ, իհարկե, սա ինձ պետք է եւ պետք է պահենք այն։ Երկրորդը ցույց եք տալիս էլի պետքական իր եւ նա ասում է ոչ, ինչ ես ասում, սա իհարկե ինձ պետք է, թող մնա։ Եվ երրորդը ցույց եք տալիս արդեն այն իրը, որը որ կարող է հեռանալ ձեր տնից։ Եվ արդեն նա էլ համեմատելով նախորդ երկրորդի հետ այդ իրին պատրաստ է հրաժեշտ տալ։ Ինչն է կարևոր, այստեղ նույն օրը հեռացնել այդ իրը ձեր տնից, որովհետև պահելով կուտակելով մարդիկ անցնում են, աչք են գցում այդ տոպրակի մեջ եւ իրերը վերադառնում են մեր տունը եւ նորից ծանրաբեռնում են մեր կենցաղը։ Էնպես որ նաև շատ կարևոր է, երբ մարդը, ով տրամադրված չէ սկզբանե ավելորդազերծմանը, բայց դուք ուզում եք իրեն վարակել, հա, այդ հմտությամբ, պետք է անպայման իրեն գովել։
երբ որ նա կասի, որ հա, այս մեկից կարող եք ազատվել, դուք ասեք, որ ի սրտե շնորհակալ եմ քեզ, որ համաձայնեցիր, այսինքն ամեն մեկը դուք եք իհարկե որոշում ոնց եք շփվում ձեր սիրելիի հետ, ձեր երեխայի հետ եւ այլն, բայց անպայման պետք է գովել, գովեստի խոսքեր ասել եւ սրտանց շնորհակալություն հայտնել, որովհետեւ դա իր իրերն են եւ նա իրավունք ուներ պահել դրանք, բայց ազատվեց եւ ձեր գործն էլ թեթևացրեց, ձեր կենցաղը թեթևացրեց, այնպես որ գովելը շատ անպայման է։ Եվ ուզում եմ ասել, որ շատ լավ հասկանում եմ ձեզ, որ այդ վայրկյանին դժվար է լինում։ Ինձ էլ է դժվար լինում, թեև ես ունեմ ավելորդազերծման լավ մկաններ մարզված։ Որոշ իրեր կան, որ իսկապես դժվար է լինում, բայց հենց այդ իրից դուք ազատվեք եւ այդ իրը լքի ձեր տունը, դուք նույնիսկ երբեք չեք հիշի այդ իրի մասին։ Էնպես որ սիրելիներ, սկսեք ձեզանից, հետո սիրով մոտեցեք ձեր բարեկամին, ձեր հարազատին եւ թող ձեր տունը դառնա հարմարավետ եւ թեթև։